Հարգելի նախկին 8-րդ դասընթացներ, այսօր վերջին օրն է, ուսումնական տարվա վերջին օրն է։ Ես մաղթում եմ ձեզ հաճելի ուրեմն արձակուրդներ։ Չնայած այն բանին, որ մենք վերջացինք 8-րդ դասանի դասընթացը, ես ցանկանում եմ այս արձակուրդների ընթացքում քննարկենք մի գրքի գաղափարներ, որոնք առնչվում են ձեր ուրեմն դասընթացին։ Դա Ալբերտ Էյնշտեյնի և Լեոպոլդ Ինֆելդի ֆիզիկայի էվոլյուցիան գիրքն է, հրատարակվել է 1968 թվականին հայերեն լեզվով, բայց իսկական հրատարակությունը եղել է 1938 թվականին։ Տեսնենք, թե ինչպես են նրանք մտածել, մեր սիրելի Ալբերտ Էյնշտեյնը և Լեոպոլդ Ինֆելդը։ Բայց նախքան սկսելը մեր այս գրքի գաղափարների քննարկումը, ես կուզեի, որ մենք անդրադառնանք Մեսրոպ Մաշտոցի այսպես կոչված պատգամին, մեզ հայ ժողովրդին, որով մեր հայ ժողովուրդը բազմադարյա հայ ժողովուրդը այսպես կարողացել է գոյատևել։ Ուրեմն Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին գրել է առաջին հայերեն նախադասությունը «Ճանաչել իմաստություն և զխրատ իմանալ բանը սանճարայ»։ Այս նախադասության հիման վրա ենք մենք ուսումը սիրում։ Ես չգիտեմ ինչու է դա այդպես, այնուամենայնիվ Մեսրոպ Մաշտոցը այս պատգամը թողել է մեզ։ Ալբերտ Էյնշտեյն և Լեոպոլդ Ինֆելդ ֆիզիկայի էվոլյուցիան, Երևան 1968 թվական, Հայաստան հրատարակություն։ Ես իհարկե բոլոր գաղափարները չեմ կարող ներկայացնել, այնուամենայնիվ կրճատ էջ կցանկանամ ներկայացնել այդ գաղափարները։ Սա Ալբերտ Էյնշտեյնն է։ Այստեղ ձախ կողմում գրված է Ալբերտ Էյնշտեյնի նկարի ձախ կողմում։ Խելագարություն է անել միևնույն բանը և սպասել այլ արդյունքի։ Այսինքն, երբ որ դու ինչ-որ բան ուզում ես ստանալ, բայց չես կարողանում ստանալ, իմաստ չունի այդ բանը նորից անելու, խելագարությունը։ Ուրեմն Ալբերտ Էյնշտեյնը ծնվել է մարտի 14-ին 1879 թվականին Ուլմ քաղաքում։ Մահացել է 18 ապրիլի 1955 թվականին։ Սա Լեոպոլդ Ինֆելդն է։ Ծնվել է 20 օգոստոսի 1898 թվականին։
Ծննդավայրը Կրակով քաղաքն է Լեհաստան։ Մահացել է 15 հունվարի 1968 թվական Վարշավայում Լեհաստան։ Ազգությամբ լեհ է, բայց ասում են, որ հրյա է։ Թե Էյնշտեյնը եւ թե ուրեմն Լեոպոլդ Ինֆելդը հրյաներ են։ Ну, այստեղ ինչպես է ներկայացվել Վիկիպեդիայում մեր այս նախադասություն գրողները։ Ճանաչել իմաստություն եւ զխրած իմանալ զբան սանճարոյ։ Աշխարհաբառը գրված հետևյալ այդ նախադասության թարգմանություն։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը իմանալ հանճարի խոսքերը հայոց գրերի գյուտից հետո հայերեն գրված առաջին նախադասությունն է սա։ Գրվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից, երբ նա թարգմանում էր Սողոմոնի առակները։ Ուրեմն 6-րդ էջի գաղափարը հետևյալն է։ Շատ հաճախ պարզվել է, որ կատարյալ թվացող տեսությունը սխալ է եղել։ Այսինքն այն գաղափարները, որ այդ տեսության մեջ արտահայտվել են, սկզբում համարել են, որ դա ճիշտ է, բայց հետո եկել է մի փաստար, որ ցույց է տվել, որ դա ճիշտ չէ, սխալ է։ Յոթերորդ էջի գաղափարը։ Մեր խնդիրը բնության մեջ տեղի ունեցող երևույթների բացահայտումն է, այսինքն երևույթներն ենք մենք բացահայտում։ Թե ինչու է դա այդպես, որպեսզի երևույթը ճիշտ բացատրվի, օգտվում են գրքից, որտեղ գիտնականների գաղափարները զետեղված են, բայց կարող ենք արդյոք ասածները լրիվ ճիշտ համարել։ Կարող ենք, եթե չի գտնվել մի փաստարկ, որ հակասում է գրքի մեջ զետեղված գաղափարին։ Սա 7-րդ էջի գաղափարն է, ինչպես ասում է Էյնշտեյնը ու Լեոպոլդ Ինֆելդը այսպիսի գաղափար են արտահայտել իրենց տեսության մեջ։ Եթե փաստարկ գտնես, որ հակասում է այն գաղափարի, որ նախկինում ասվել է, դա նշանակում է, որ գրքում սխալ է գրված։ 8-րդ էջի գաղափարը։ Մեր բնազդը շարժումը կապում է այնպիսի գործողությունների հետ, ինչպես հրումը կամ ձգումը։ Ասենք, մենք հրում ենք սեղանը, դա նշանակում է, որ տեղի ունենում սեղանի շարժում։ Կամ ձգում ենք, ինչ-որ թելով ձգում ենք սայլակը։ Եթե մենք ցանկանում ենք, որ մարմինն ավելի արագ շարժվի, պետք է մենք այն ավելի ուժեղ հրենք կամ ձգենք, ճիշտ է։ Առաջ սկզբում Արիստոտելից սկսած արագությունը ազդելու չափից է կախված։ Սա այնքան էլ ճիշտ չէ։ Մարմնի արագությունը ազդելու չափ, ինչպես ես ձեր գրքում նշված ուրեմն պարագրաֆներից մեկում ցույց էի տվել, որ արագությունը կախված չէ ուրեմն ազդեցության չափից։ Այսպիսի գաղափար է ներկայացրել ուրեմն Արիստոտելը ծնվել է ուրեմն 384 թվականին մեր թրարկությունից առաջ Ստագիրա քաղաքում Քաղքիդյան լիգայում եւ մահացել է Խալկիս քաղաքում բնական մահով 322 թվականին։
տեսեք, որ համատում եք, ուրեմն, ինչքան առաջ է սա տեղի ունեցել, այս գաղափարը աստորեն սխալ է եղել, բայց 2000 տարի, այն մոտարապես 2000 տարի, նրան չեն համարել սխալ։ Դե ինչու է սխալ, պարզ է, ես այստեղ նկարել եմ երկու սայլակ, այսինքն մեկ սայլակն է, բացապես այդ մեկ սայլակը F ուժով մի անգամից ձգում ու բաց ենք թողում։ Ձգում ու բաց ենք թողում, այդ սայլակը կանգ չի առնում։ Մենք ուժ չենք գործադրում, ոչ հրում ենք, ոչ քաշում ենք, ոչ ձգում ենք, բայց սայլակը շարժվում է։ Այսինքն դա նշանակում է, որ մարմնի արագությունը կախված չէ ազդեցությունից, արտաքին ուժի ներգործությունը փոխում է արագությունը, 12-րդ էջի գաղափարը, ուժը կամ մեծացնում կամ փոքրացնում է արագությունը, նայած նրա ազդման ուղղությանը, այսպիսի եզրակացություն է հանգել Գալիլեո Գալիլեյը, ինչպես տեսնում են, Գալիլեո Գալիլեյը ծնվել է 1564 թվականին և մահացել է 1642 թվականին, Պիզա քաղաքում է ծնվել, սա հայտնի փորձը կար Պիզայի աշտարակից, որ կատարել է Գալիլեյը։ Տեսնենք, թե ինչպես է ներկայացրել Գալիլեյը, սա գրված է այս գրքում, Գալիլեյը այդ գաղափարը ինչպես է ներկայացրել։ Շարժվող մարմնին մի անգամ հաղորդած արագությունը խստորեն կպահպանվի, եթե վերացված են արագացման կամ դանդաղեցման արտաքին պատճառները։ Մի պայման, որը երևան է գալիս միայն հորիզոնական հարթության վրա, քանի որ թեք հարթությամբ դեպի ցած շարժվելու դեպքում արդեն արագացման պատճառ կա, մինչդեռ թեք հարթությամբ դեպի վեր շարժվելու ժամանակ տեղի ունի դանդաղեցում։ Սրանից հետևում է, որ հորիզոնական հարթությամբ կատարվող շարժումը հավիտենական է, քանի որ եթե արագությունը հաստատուն լինի, շարժումը չի կարող թուլանալ, առավել ևս վերանալ, ինչպես տեսնում ենք, Գալիլեյը ներկայացրել է այն գաղափարը, որ 2000 տարի շարունակ մենք սխալ եզրակացության ենք հանգել, և դա ընդամենը պարզ փորձից, այս պարզ փորձից է հետևում։ Սա Իսաակ Նյուտոնն է, ուրեմն Գալիլեյի այս գաղափարը իրենից ներկայացնում է հենց իներտության օրենքի գաղափարը, Նյուտոնի առաջին օրենքն է։ Տեսնենք, թե Նյուտոնը ինչ է ասում։ Նյուտոնը անգլիացի, Գալիլեյը ուրեմն իտալացի էր, Նյուտոնը անգլիացի է, իսկ Արիստոտելը հույն է, հռոմեացի։ Նյուտոնը ծնվել է դեկտեմբերի 25-ին 1642 թվական, այսինքն այն տարին, որ մահացել է Գալիլեո Գալիլեյը։ Մահացել է մարտի 20-ին
1727 թվականին Աղանի պատկանել տարիքում ինչ է ասում Նյուտոնը ազդող ուժը մարմնի վրա կատարվող ներգործությունն է որը փոխում է նրա հանգստի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը այսինքն երբ որ մարմնի վրա ուժ չի ազդում նա շարժվում է ուղղագիծ հավասարաչափ կամ գտնվում է դադարի վիճակում հանգստի վիճակում այդ ուժը միայն գործողության մեջ է հանդես գալիս այն չի պահպանվում մարմնի մեջ երբ ներգործությունը վերանում է քանի որ մարմինը իր իներցիայի շնորհիվ պահպանում է նոր վիճակ որը նա ձեռք է բերում ուրեմն այդ ուժը միայն գործողության մեջ է հանդես գալիս այսինքն երբ որ ուժ չենք ասում այն չի պահպանում մարմնի մեջ այդ ուժը չի պահպանվում երբ ներգործությունը վերանում է քանի որ մարմինը իր իներցիայի շնորհիվ է պահպանում ուրեմն առաջանում է նոր վիճակ որը ձեռք է բերվում այսինքն մարմինը մեկ վիճակից ասում է մեկ այլ վիճակի ազդող ուժերը տարբեր ծագում ունեն ինչպես հարվածի ճնշման եւ կենտրոնաձիգ ուժերը այսպիսի արտահայտություն արտահայտել է Իսաակ Նյուտոնը անգլիացի ես կուզեի ներկայացնել թե ինչպես է ազդեցությունը փոխում ուրեմն մարմնի արագությունը դա ամենատիպիկ ուրեմն շարժումները այդ ազդեցության հետևանքով շարժումները ներկայացնում է բիլիարդի գնդակները երբ որ բիլիարդի գնդակները գտնվում են անշարժ վիճակում ինչպես մենք այստեղ տեսնում ենք ուրեմն ձախ կողմում սպիտակ գնդակն է այդ սպիտակ գնդակին հարվածելուց մենք կարող ենք տարբեր ուղղություններով հարվածել սպիտակ գնդակի մոտարապես այսպես պետք է պատկերացնել ուրեմն ուժի վեկտոր լինելը երբ որ տարբեր ուղղություններով ենք հարվածում սպիտակ գնդակին նա տարբեր ուղղությամբ է շարժվում Սա ուրեմն իրենից ներկայացնում է ուժը, այսինքն ազդեցությունը ունի վեկտորական հասկացողություն, վեկտորը, այսինքն ունի չափ, ինչքան ուժ ենք ասում եւ ունի ուղղություն։ Եթե ուղղություն չտանք, ապա մենք կստանանք լրիվ այլ պատկեր, շարժման լրիվ այլ պատկեր։ Այնուհետև այդ սպիտակ գնդակը հարվածում է կարմիր գնդակին, նայած թե որ ուղղությամբ է հարվածում կարմիր գնդակին, կարմիր գնդակն էլ իր հերթին շարժման տարբեր ուղղություններ է ձեռք բերում։ Նո այստեղ մենք չենք կարող ասել, որ հարվածից հետո նա պետք է շարժվի ուղղագիծ եւ հավասարաչափ, որովհետև գոյություն ունի շփման ուժ, որը չի թողում գնդակին երկար շարժվել, չնայած այդ դեպքում շփման ուժը փոքր է, հետևաբար այդ գնդակը հարվածից հետո համարյա շարժվում է ուղղագիծ եւ հավասարաչափ։ Ընդունելով, այսինքն փոխելով իր արագությունը։ Նո, այստեղ ինչ է իրենից ներկայացնում վեկտորը։ Կան մեծություններ, որ արտահայտվում են միայն թվով, օրինակ ժամանակը, ասենք 3 ժամ 20 րոպե տևել է ինչ որ երևույթ։
ինչ որ երևույթ տեղի ունեցել 3 ժամ 20 րոպե։ Այսինքն մենք չենք կարող ասել որ ուղղությամբ է տեղ ունեցել այդ 3 ժամ 20 րոպե։ Բայց ուժի դեպքում, արագության դեպքում մենք չենք կարող ասել ուժերը արդյոք իրար հավասար են, եթե նրանց չափերը հավասար են, թե ոչ, այսինքն եթե չափերը հավասար են, ուղղությունները տարբեր են, դա նշանակում է, որ այդ ուժերը իրար հավասար չեն։ Այսինքն նրանց ազդեցությունը կարող է տարբեր էֆեկտներ ունենալ։ Այստեղ առաջին պատկերում ներկայացված է մի կետում հարվածի տարբեր ուղղություններ, ինչպես ես այս պատկերում էի նկարել, ուրեմն թե ինչ ուղղությամբ է մենք հարվածում սպիտակ գնդակին եւ ինչ ուղղություն է ձեռք բերում կարմիր գնդակը։ Չէ, առաջի պատկերում։ Երկրորդ պատկերում այստեղ ուժերը մի գծի վրա են, բայց միմյանց հակառակ են, այսինքն իրար եթե հավասար են նույնիսկ, ապա այդ ուժերը չափերով հավասար են, ապա այդ ուժերը, քանի որ հակառակ ուղղություններ ունեն, ուրեմն իրանք հավասար չեն։ Երրորդ պատկերում արդեն մենք ունենք, ես այս մասին ձեր դասընթացի ժամանակ ասել էի, որ շատ տարբեր են ուրեմն ուղղությունները, չնայած նրանց չափերը նույնն է, բայց չորրորդ պատկերում եւ չափերն են նույնը եւ ուղղությունն է նույնը։ Այսինքն ես չորրորդ պատկերում ես փաստորեն միևնույն ուժը զուգահեռ ինքն իրեն զուգահեռ տեղափոխել եմ։ Այսինքն վեկտորական մեծությունները կարելի է ինքն իրեն զուգահեռ տեղափոխել։ Մենք ընդհանրապես շարժումը պատկերացնում ենք ուղղագիծ եւ կորագիծ, երկու տեսակի շարժում կա, բայց նրանց ուրեմն շարժումները կան, տարատեսակներն են, թե ուղղագիծ շարժման ժամանակ տարատեսակներ կան եւ թե կորագիծ շարժման ժամանակ նրանց տարատեսակները կան։ Ուրեմն ինչպես տեսնում եք ուղղագիծ շարժման A պատկերում, ուղղագիծ շարժման պատկերը նկարված է կետը, որ նկարել եմ, կարմիր կետը, դա ցույց է տալիս նյութական կետը, որ շարժվում է ուղիղ գծով։ Իսկ կորագիծ շարժման ժամանակ ինչպես պետք է նկարենք նրա արագությունը կամ արագության վեկտորը։ Ուրեմն արագության վեկտորը մենք ընտրում ենք այդ կոր գծի շոշափողի ուղղությունը։ Շոշափողի ուղղությամբ շարժվելով շարժում ենք մենք շարժման ուրեմն արագության վեկտոր ենք նկարել։ Այդ վեկտորը կոչվում է արագության տանգենցիալ բաղադրիչ։ Ինչ է նշանակում արագություն, արագության փոփոխություն, ուժ հասկացությունները։ Գալլեի ղեկավար գաղափարը տանում է մեզ դեպի կորագիծ շարժման պատկերացմանը։ Գործնականում հնարավոր չէ բոլոր ուժերից ազատվել։ Դրա համար մենք չունենք ուղղագիծ հավասարաչափ շարժում, բայց կարող ենք այդպիսի պատկերացում ունենալ, եթե մի ուժ լինի, որ լինեն ուժեր եւ այդ ուժերի համազորը լինի 0։ Այսքանով թույլ տվեք ավարտել այս տեսանյութը, կշարունակենք
հաջորդ ուրեմն քննարկմանը գաղափարների քննարկմանը ֆիզիկայի էվոլյուցիան գրքից Ալբերտ Էյնշտեյնի եւ Լեոպոլդ Իմպերտի շնորհակալություն ուշադրության համար կհանդիպենք հաջորդ տեսանյութում